Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք հիանալի ճաշ գարան մսով։ Գարան միս սիրողների համար ուղղակի այս ճաշը հիանալի է։ Կաթսան տաքացնում ենք մի փոքր եւ ավելացնում 35 գրամ կարագ։ Կարող եք նաեւ մի փոքր բուսայուղ ավելացնել կարագի հետ։ Այս անգամ չեմ ավելացրել, ուղղակի միայն կարագն է։ Ավելացնում ենք 1 գլուխ սող եւ տապակում ենք այնքան ժամանակ, որ մի փոքր վարդագույն երանգ ստանա։ Կամ տապակեք այնքան, ինչպես որ դուք եք ցանկանում։ Այնուհետև ավելացնում եմ 2 պղպեղ, ընտրել եմ կարմիր եւ կանաչ պղպեղ, ձեր նախընտրությամբ ինչպիսի պղպեղ ցանկանում եք, կարող եք ավելացնել։ Այնուհետև խառնում ենք եւ պետք է կափարիչը դնենք, որպեսզի մնա 3-ից 4 րոպե։ Մի քանի րոպե անց բացում ենք կափարիչը եւ կրկին խառնում։ Այնուհետև ավելացնում ենք 2 լոլիկ, լոլիկն արդեն իսկ նախապես կեղևահանել եմ եւ ահա այսպես կտրտել։ Կրկին կափարիչով ծածկում ենք, թողնում ենք մնա 5 րոպե, այնուհետև խառնում եւ կավելացնենք կարտոֆիլը։ Այստեղ 4 միջին չափի կարտոֆիլ է, նախապես կեղևահանած, լվացած եւ կտրտած։ Խառնելուց հետո նորից կափարիչով փակում ենք։ Այս կողմում գարան միսն է, նախապես եփել եմ եւ եփելու ընթացքում աղ չեմ ավելացնում, միայն աղ ավելացնում եմ վերջում։ Արդեն իսկ պատրաստ է, անցնենք կրկին մեր ճաշին։ Կարտոֆիլը ավելացնելուց հետո թողել էինք մնա 5 րոպե կափարիչը փակ, այնուհետև մի փոքր այդ մսի արգանակից ավելացնում ենք 1 ճաշի գթալ տոմատի մածուկի վրա, խառնում եւ հետո ավելացնում մեր մյուս զանգվածին։ Հիմա կավելացնենք մսի արգանակը, անպայման այսպեսի մաղով ենք անցկացնում, որպեսզի ոսկորի կտորներ կամ քափից մնացած ինչ-որ փոքր մասեր չգնա ճաշի մեջ, այսինքն մաքուր լինի այս արգանակը։ Հիմա մսերն էլ կտեղափոխենք այստեղ, քանի որ արդեն իսկ միսը եփված է, երկար չենք եփելու, ուղղակի պետք է տեսնենք, երբ որ կարտոֆիլը եփված է, ուրեմն մեր հիանալի ճաշն արդեն պատրաստ է։ Ավելացնում եմ 1 թեյի գթալ աղ, քանի որ նախապես արդեն իսկ միսը եփել էի աղով, շատ աղ չեմ անում, ավելացնում եմ պղպեղ, պղպեղը թարմ աղում եմ, կարող եք 1 թեյի գթալ ավելացնել եւ ավելացնում ենք խառը կանաչիները։ Իմ մոտ համեմ է, մաղադանոս է եւ ռեհան։ Անուշ բուրմունքը տարածվել է խոհանոցով 1, անպայման պատրաստեք այս հիանալի ճաշից։ Համոզված եմ, որ գարան միս սիրողներն անպայման կգնահատեն այս համեղ ճաշը եւ շատ կհավանեն այս տարբերակով պատրաստվածը։ Սիրելիներս, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր բոլոր մեկնաբանությունների եւ ջերմ խոսքերի համար։ Եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, եթե առաջին անգամ եք իմ ալիքում, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակին։ Ահա եւ տեղափոխել եմ մատուցվող ափսեի մեջ, հիմա կհամտեսենք այս համեղ ճաշը, շնորհակալ եմ նաեւ ձեր բոլոր մեկնաբանությունների համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։